Սթարֆիտը գործում է Վանաձորի Արցախ պուրակում, Տիգրան Մեծ 34, արդեն 5 տարի այս հասցեում։ Այն վաղուց է հիմնադրվել, վանաձորցիները հիշում են, առաջիններից էր իրենց քաղաքում։ Միտքը շատ շուտ ածնվել, շատ։ Մենք այս սպորտով զբաղվում ենք 90-ական թվականներից։ Մեր ճիշտ է մարզասրահը այսքան sense հագեցած չի եղել, բայց եղել է մարզասրահ, Վանաձորում առաջիններից մեկը ու զբաղվել ենք այս սպորտաձևով։ Ու տարիներ անց փորձել ենք ավելի շատ զարգացնենք, ավելի շատ գույք բերենք, ձեռք բերենք։ Մարզասրահը հագեցած է գույքով, այն էլ պրոֆեսիոնալ, սկսած 12 տարեկանից կարող են պարապել։ Գույքը այտենց է բերված, որ կարող են պարապեն ցանկացած տարիքի մարդիկ, ճիշտ է մենք ընդունում ենք 12 տարեկանից բարձր, բայց անսահմանափակ տարիքը ինչքան ուզում է բարձր եղնի, 70 տարեկան, 65 տարեկան, 12 տարեկան, նույնիսկ ասենք երեխեք ունենք, որ 11 տարեկան գալիս են, ասում են, խնդրում ենք մեզ ընդունեք, ճիշտ է իրանց ուրիշ ձևի ենք արդեն մարզում, առանձնագրուսկ եք ստեղծելու եւ այլը, բայց աշխատում ենք ամեն դեպքում չմերժենք։ Սթարֆիթում կանանց համար գործում է հատուկ ժամեր, հատուկ խումբ մարզիչով։ 2 տարի առաջ եմ ես եկել մարզասրահ պարապմունքների, այսինքն ունեցել եմ առողջական խնդիրներ, գլխապտույտ, հավասարակշռության կորուստ, հոդացավեր եւ այլն։ Եկել եմ պարապմունքի ու շատ գոհ եմ, արդյունքում շատ լավ եմ զգում ինձ, շատ առույգ եմ, ջահելացել եմ, երիտասարդացել եմ։ Կոլեկտիվը շատ լավն է, ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Դարձել է կարելի ասել իմ երկրորդ տունը։ Ոչ մի օր չեմ ուզում բացակայեմ, մեծ հաճույքով եմ գալիս։ Այդտեղ կա նաև մեր ընկերարայքի մարդկային գործոնը, որ շատ լավ վերաբերվում է ցանկացած պարապողի հետ, ու ոչ մի այնպես խանգարող բան չունեմ։ Հաճույքով գալիս եմ ամեն պարապմունքի, ամեն առավոտ ժամը 9-ին ես այստեղ եմ։ Մի բան շուտ։ Անհատական մարզումներ, անհատական մոտեցում յուրաքանչյուր պարապող հաճախորդի։ Սա Սթարֆիտի հիմնադրի բոդիբիլդինգի մարզիչ Արա Սարգսյանի համոզմունքն է։ Առաջինը ես եմ սիրում, այն ինչ որ ես անում եմ։ Այդ ամենակարևորն է ինձ թվում է ցանկացած գործի մեջ, որ մարդը սիրի ինչ որ ինքը ներկայացնում է, անում է, կատարում է։ Իսկ մարդիկ երեխաներից բռնացած ասեմ ձեզ, աղջիկների մեջ է հիմի շատ մեծ տենց բում, որովհետև դա հրաշքա, դա մենակ գովելի է։ Գալիս են, մարզվում են, ստանում են այն ինչ որ պետք է ստանան, փոփոխություններ, այն ինչ որ իրանք նույնիսկ չեն պատկերացրել, որ կարող է իրանց մոտ դա փոխվի։ Իսկ տարիքով կանանց մասին էլ չեմ ասում, իրանք առողջանում են, ամենակարևորը։ Շարժվում են, առողջանում են։ Սթարֆիտը նախ եւ առաջ մարզիչների հոյակապ անձնակազմ ունի, որը անհատական մոտենում է յուրաքանչյուրին եւ այդ փորձը մեզ հաղորդում է ընկեր Արան, ընկեր Սարգսյանը, որը ունի 30 տարուց ավել փորձ եւ ես էլի եմ ասել, ինքը արդեն մարզիչ չի, ինքը կարող է մարզիչներին ուսուցանել եւ մենք իր ճանապարհով գնում ենք, որը ոչ մի մարզասրահ երևի թե չունի։ Կարող եմ առանձնացնել մեր մարզասրահի սարքավորումների մասին, մարզասարքերի, որոնք բավականին ծանր են, ամուր են եւ որակյալ։ Վերջույթների շարժումների սահմանափակմամբ քայլելու դժվարություն ունեցող հատկապես երեխաների համար Սթարֆիթում պարապելը շեշտակի փոփոխության է բերում։ Ուղղակի ապշեցուցիչ է իրանց ստացած այդ արդյունքները, իրոք։ Ու մենք էլ իրանց հետ ապրում ենք։ Մեր ամբողջ մարզասրահը այդ երեխեքի հետ ապրում է։ Ամեն փոփոխությունը մեր բոլորի համար դա մեծ արդյունք է։ Լուրջ արդյունք է։ Սթարֆիտում ընտանեկան մթնոլորտ է, անկաշկանդ, ջերմ ու հոգատար։ Իդեպ կանոններն էլ խիստ։ Ծխել եւ ոգելից խմիչք օգտագործել չի թույլատրվում պարապող այցելուներին։ Համերաշխ թիմում միջոցառումներն ու տոներ նշելը ավանդույթ է։ Այստեղ յուրաքանչյուր այցելու ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Ֆիթնես խմբային մարզումներ, անհատական մարզումներ,
բուժական մարզումներ 60 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցող կանանց համար, վերականգնողական մարզումներ պրոֆեսիոնալ մարզիկների եւ բոլոր ցանկացողների համար։ Իսկ այցելությունների համար Starfit-ում գործում է ճկուն համակարգ։ Ունենք նվեր քարտեր, 12 պարապունք, եթե ուզում են, ունենք 8 պարապունք, ունենք gold քարտեր։ Gold քարտերը տալիս ենք ովքեր այցելել են 1 տարի եւ ավել։ Կարող են այցելել օրավճարով։ Ում երբ հարմար է, կարող են գալ 1 օր, 1 ժամ, 2 ժամ պարապել եւ գնալ։ Starfit-ի հետ հեշտ հաղթահարելի է դժվար թվացող պարապմունքները։